Երբ ամեն բացվողոր մարտահրավեր է, իսկ յուրաքանչյուր հաջողված գործողություն փրկված կյանք, սխալվելու իրավունք չկա։ Այդ սկզբունքով են գործում Երևանի թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողները։ Նրանք իրենց նվիրումով ու պատրաստվածությամբ 2024 թվականին կատարած աշխատանքի ամփոփման արդյունքներով ճանաչվել են լավագույնը։ Տարվա ամփոփ արդյունքներն արձանագրում են եւս մեկ կարևոր փաստ։ Նույն ջոկատի կազմում է նաեւ տարվա լավագույն հրշեջ փրկարարական խումբը։ Ջոկատն առանձնանում է ոչ միայն պատրաստվածության բարձր մակարդակով, այլև թիմային համախմբվածությամբ։ Յուրաքանչյուր ծառայող գիտի, որ իր որոշումը կարող է վճռորոշ լինել մեկ ուրիշի կյանքի ու առողջության համար։ Այդ գիտակցումով էլ կառուցվում է նրանց ամենօրյա աշխատանքը, վարժանքներից մինչև իրական կանչեր։ Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Նորայր Հարությունյանի խոսքով, ծառայողները բազմիցս հայտնվել են ամենաբարդ իրավիճակներում։ Նրանց հաջողության գաղտնիքը ոչ միայն տեխնիկական պատրաստվածությունն է, այլև թիմային հոգեբանությունը։ Այստեղ յուրաքանչյուրը վստահ է մյուսի վրա։ Այդ փոխվստահությունն էլ ջոկատը դարձնում է անսխալ գործող համակարգ ցանկացած իրավիճակում։ Ջոկատը ղեկավարում է մոտ 2 տարի է։ Փրկարարները ֆիզիկապես պատրաստված են, տեսական ունեն բարձր գիտելիքներ եւ գործնականում հմուտ են, երկար տարիների աշխատանքային փորձ ունեն։ Դե իսկ լավագույն հրշեջ փրկարարական 4-րդ խումբն իր պրոֆեսիոնալիզմով առանձնանում է մյուսներից։ Ծառայողների պատրաստվածությունն ու փոխհարաբերությունները հնարավորություն են տալիս ապահովել արդյունավետության բարձր մակարդակ նույնիսկ ամենաստրեսային իրավիճակներում։ Բարդ դեպքերի մասին հիշում է խմբի հրամանատարը։ Խոշորներից Դոմուսի հրդեհը, Միասնիկյան պողոտայի վրա ավտոբուսի ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքը 18 հոգի փրկել ենք, դեպքը շատ ա եղել, ուղղակի այտենց չենք կենտրոնանում, ինչ որ մեծ կլինի, փոքր կլինի, ցանկացած կանչին սպասարկում ենք նույն ձևի, նույն արագությամբ, նույն նվիրվածությամբ։ Հերթական կանչը գրանցվեց հենց մեր նկարահանման ժամանակ։ Սննդի կետերից մեկում հրդեհ էր բռնկվել։ Բարդությունից ելնելով տրվել էր բիս 1 կանչ։ Րոպեներ անց ջոկատը հրամանատարի գլխավորությամբ ի թիվս այլ ջոկատների հրդեհի վայրում էր։ Տեղում հայտարարվեց հրդեհի բարդության թիվ 3 կանչ։ Յուրաքանչյուր քայլ հաշվարկված էր ու թիմային վստահության վրա հիմնված։ Հրդեհի բարդությունը պահանջում էր սառը դատողություն, թիմային համագործակցություն եւ արագ կողմնորոշվելու անհրաժեշտություն։ Հրշեջ փրկարարները գիտեին, որ յուրաքանչյուր վայրկյան կարող է վճռորոշ լինել, եւ հենց այդ գիտակցումով էլ աշխատում էին։ Ջոկատը միայն կրակի դեմ պայքարող ուժ չէր, այլ մի ամբողջ համակարգ, որը միավորված էր մեկ նպատակի շուրջ՝ փրկել կյանքեր եւ կանխել նյութական վնասներ։ Շուտով հաջողվեց մեկուսացնել կրակը, խուսափելով անցանկալի հետևանքներից։ Դեպքի վայր հասնելուն պես նկատել ենք, որ տանիքում կրակի օջախներ կան, բարձրանալով վերև կատարել ենք մարտական բացազատում, տանիքի քանդման, բացման աշխատանքներ եւ միաժամանակ հրդեհաշիժման աշխատանքներ։ Թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը եւ 4-րդ խումբը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ արժանի են լավագույնի կոչմանը։